Ազգային ժողովի հայ ազգային կոնգրես խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը նայիրիցիներին երկու խոստում տվեց։ Նայիրիտի նախկին աշխատակիցները գործարանի վերագործարկման խնդրով կուսակցությունների ներկայացուցիչներին հրավիրել էին քննարկման։ Իշխանության գալու դեպքում մենք վերագործել ենք Նայիրիտ գործարանը, հենց կլորոպրենային կաուչուկի արտադրության առումով, եւ երկրորդը մենք քննել ենք բոլոր այն տասնյակ միլիոնների չարաշահումները, որոնք տեղի են ունեցել։ Լևոն Զուրաբյանի հաշվարկով, եթե Նայիրիտը վերագործարկվի, տարեկան կապահովվի $25 միլիոն շահույթ, քանի որ աշխարհում կաուչուկի պահանջարկն աճում է։ Նայիրիտը ֆինանսական խնդիրների պատճառով արտադրանք չի տալիս մոտ 7 տարի։ 2016 թվականի աշնանն էլ Հայաստանի էլեկտրական ցանցեր ընկերության հայցով սնանկ է ճանաչվել։ Թեև Նայիրիտի վերագործարկման համար մրցույթ է հայտարարվել, այնուամենայնիվ այդ աշխատակիցներին չի ուրախացնում։ Կարող է կառավարությունը մի հատ երկրորդ փաթեթ բերի ներկայացնել, պարտքերը մարելու համար, իսկ դա մոտավորապես մի 80-100 միլիոն դոլար է։ Նա այդ գործանի կիսվում են երկու մասի։ Մի մասը պարտքի դիմաց տալիս են սնանկության կառավարիչին, որովհետեւ սնանկության կառավարիչը օտարի դրանք փագի պարտքերը, իսկ մի մասի մեջ մտնում է հիմնական նա այդ գործանի այն կաուչուկի արտադրություն ամբողջությամբ։ Կլորոպրենի արտադրությունը, ացետիլենի արտադրությունը, բոլորը։ Մի մասը առողջացման ծրագրի անվան տակ իրանք առանձնացնում են, տալիս են նա այդ գործանին։ Առողջացման ծրագրի տակ էլ իրենք տեսնում են միայն քլորի արտադրությունը։ Նայիրիտի պարտատերերի առաջին ժողովը նշանակված է փետրվարի 14-ին։ Նախնական պարտատերերի թիվը հասնում է 307-ի։ Ընկերությունը միայն պետական եկամուտների կոմիտեին պարտք է 10 միլիարդ 377 միլիոն դրամ, իսկ Գազպրոմ Արմենիա ընկերությանը 1 միլիարդ 359 միլիոն դրամ։ Իսկ Նայիրիտը վերագործարկելու հայտերը ներկայացնելու վերջնաժամկետն արդեն լրացել է հունվարի 20-ին, արդյունքները դեռ չեն հրապարակվել։